15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով բարձրաստիճան սպաների հարցաքննությունը շարունակվում է։ Հերթական նիստին հարցաքննվել է հրդեհի ժամանակ զորացրված, բայց լիազորությունները դեռ վայր չդրած բանակային 2-րդ կորպուսի ինժեներական ծառայության պետը։ Էդգար Միսակյանը 2022-ի դեկտեմբերին զորացրվել է, բայց պաշտոնը թողել է 2 ամիս հետո։ Դեպքի օրը գործ ուղված է եղել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղ։ Այնտեղ է տեղեկացել հրդեհի մասին, բայց միայն հաջորդ օրն է դեպքի վայրում եղել։ Ասում է շատ բան չի հիշում կամ աղոտ է հիշում։ Լսել է միայն ականատեսների պատմությունները, բայց թե կոնկրետ ով է իրեն ինչ ասել, չի մտաբերում։ Ինչը որ ինձ հիմա հայտնի է, որ ես ձեզ ասեցի, հա, որ բենզինով է վառվել, վառարան է եղել, նմանատիպ հարցեր։ Իսկ ինչ որ եզրահանգում այդ ժամանակները եւ նույնիսկ հիմա ինձ համար տեղեկացվածության շատ մեծ պակասի դեպքում ես չեմ կարող ինչ-որ եզրակացություն կազմել, ինչ-որ եզրահանգման գալ, ենթադրություն կատարել, թե այ չէր լինի եթե, այ կլիներ եթե, այ սա այնն է։ Մինչև հրդեհը փոխգնդապետ Միսակյանը մի քանի անգամ է եղել զինվորական կացարանում։ Ասում է միայն ինժեներական ծառայության ապահովման խնդիրների լուծմամբ է զբաղվել։ Զորամասի ներքին խնդիրների ու հրդեհաշիրջման պարագաներով կահավորման մասին տեղյակ չէ, իր իրավասության մեջ չի էլ մտնում։ Զորանոցում ստուգում իրականացրել է միայն իր լիազորության շրջանակում, դիտարկելով ականների, ականորսիչների և մյուս պարագաների վիճակն ու քանակը։ Առնչությունը միայն եղել է ինժեներական ապահովման խնդիրների կատարման, իրենց ինժեներական ապահովման խնդիրներ կատարելու համար նյութական միջոցներ, այսինքն ինժեներական ընդհանուր ասեմ, ինժեներական սպառազինության միջոցներ հատկացնելու։ Դիրքերի անվաշինական կառույցները նմանակ կառուցելու համար համապատասխան նյութական միջոցներ, շինանյութ, զինամթերք, տեխնիկայի հատկացում, այս հարցերի վերաբերյալ։ Գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ ծառայության ընթացքում 1-2 անգամ է հանդիպել նյութական միջոցներ տրամադրելու ժամանակ։ Ասում է զորացրվելուց մոտ 20 օր առաջ է իմացել, որ կապիտան Հակոբյանը ինժեներական ծառայության հետ որևէ առնչություն չունի ու ինժեներ մասնագետ չէ։ Որ իմացա, որ ինքը մասնագետ չի, իմ տեղեկությունով իմացել եմ, որ կորպուսի անտարի հրամանով ինչ-որ նշանակվել է ծառայության։ Դե կորպուսի հրամանատարը նշանակել ասենք, որ կադրային հարց է, ես ոչ իրավասու, ոչ էլ կարող եմ կորպուսի անտարին ասել ինչի եք նշանակել։ Հարցաքննվել է նաև Նարեկ Գրիգորյանը։ Հրշեջ փրկարարը պատմել է, որ ահազանգստացել են գիշերը 1:16, 2 րոպեից դուրս են եկել և դեպքի վայր հասել 1:38-ին։ Դեպքի վայրում կատարել են հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանք։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։